Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք։ Պարզվել է, որ անձինք զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը եւ տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության եւ 1 միլիոն դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին հիշալ կենտրոնի ներկայացուցչի օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության համար կաշառք են պահանջել նրանից։ 2025-ի ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել են 600,000 դրամ կաշառք։ Պաշտոնատար անձանցից մեկը կաշառքը ստանալու պահին բռնվել ու ձերբակալվել է։ Հունիսի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները հայտնաբերել են 2 չկրակված մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ եւ արնանման հետքեր։ 2 մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հունիսի 3-ին տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրենց հաց է նետել։ Բարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Տիգրանն է։ Մայիսի 30-ին Սևան քաղաքի գործարանային փողոցի խանութի սեփականատերը ահազանգել է ու հայտնել, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5,000 դրամ է տվել։ Պարզվել է, որ կեղծ թղթադրամը իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մայիսի 29-ին օդանավակայանում հայտնաբերել են Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու։ Ապրիլի 17-ից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով, ավազակության եւ ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Մայիսի 26-ին քաղաքացին ահազանգել է, որ ապօրինի պահվող զենքսինամթերք է թողնում Արթիկ Անուշավան ավտոճանապարհին։ Ոստիկանները ցուցանակի մոտ հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան, մեկական գործարանային եւ ինքնաշեն ատրճանակ, առանց պայթուցիչի 1 նռնակ, տարբեր տրամաչափերի 37 փամփուշտ ու նռնակի 4 պայթուցիչ։ Հունիսի 2-ին Մերսեդես Մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրայերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրայերթի ենթարկվածներին տեղափոխել է հիվանդանոց։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Հունիսի 2-ին Արտաշիսյան փողոցում Ռուսաստանի քաղաքացի 33-ամյա Վլադիմիրն իր վարած Nissan Altima Մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել, դաժն ապրած ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա երկաթեսյանը, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Հունիսի 2-ին Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմն իր վարած Hyundai Sonata Մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու գլխի վայր շրջվելով հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, տուժածներ չկան։ Վարորդը եղել է սթափ։ Հունիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության 1 պիս աստիճան։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել է փայտե կաղապարներ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճակարային եւ հողային զանգվածներ, պետությանը պատճառելով 5.500.000 դրամի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախագնության պարզվում են։